Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել եւ հայտնվել են Ադրբեջանի տարածքում, տեղեկացրել է Հայաստանի ԱԱԾ-ն։ Ժամեր անց կառույցից հայտնել են, որ անչափահասները հայտնաբերվել են եւ արդեն Հայաստանում են։ Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նրան փոխարինել է Լոռու մարզպետի պաշտոնից հեռացած Արամ Ղազարյանը։ 2024 թվականին գրանցվել է 5.9% տնտեսական աճ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մարդիկ 50%-ով ավելի լավ են ապրում, քան 2018-ին։ Տեղի է ունեցել Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը։ Նրանք պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։ Էսկալացիայի վտանգ կա, քանի դեռ վերջնական չենք ստորագրել պայմանագիրը։ Ձեռք ձեռքի չենք սեղմել, նշել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան էջում շարունակում է անդրադառնալ կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականներին։ Գարեգին Բն թող պարզաբանի, արդյոք զավակ ունի, ասել է նա։ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։ Զրույցը լավն էր, բայց ոչ անմիջապես խաղաղություն բերող, նշել է ԱՄՆ նախագահը։ Դրան հաջորդել է Կիևի վրա հարձակումը, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել 20-ը։